Քաղաքականությունը դասականորեն ոչ թե կեղտոտ տիրույթ է, այլ մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու արվեստն է։ Այսինքն մեր ուղեղներում են մեր սահմանափակումները, մեր կլիշեներում, մեր արքետիպերում։ Ինչու եք վախենում քաղաքական գործիչ անվանումից։ Մինչև դու չես առերեսվում վնասատուներին եւ նրանց արածի մասշտաբներին, արդարությունը չի վերականգնվում։ Փիմ է կոչեցյալը, դա ներքին էներգիայի դուրսբերումն է։ Այդ հունիսի 7-ին գոռալու եք։ Այո։ Ընտրատեղամասը։ Հիմա դե օս ենք ասել, մտել ենք դաշտ։ Ջենզի նախարարներ թե հին դպրոցի կադրեր։ Ջեյզի նախարարներ։ Շատ դժվար եղավ, մենք գիտենք ուղղակի փարթի եք կազմակերպելու։ Ինչպես կասեր իմ ընկերով արդեն կես տարի բժշկական համալսարանում է, սենցիա պոտենցիա էստ։ Այս նախադասությունը բացի Հուլիոս Կեսարից եւ Ցիցերոնից հասկանում է նաեւ Գուրգեն Սիմոնյանը։ Մեր այսօրվա հյուրն է Հայաստանի Շնորհապետական կուսակցության առաջին համար Գուրգեն Սիմոնյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհապետը արժանին է, արժանավոր է։ Պարոն Սիմոնյան, ինչպես դառնամ շնորհապետ այն մարդու համար, ում վրա երկար քրաշ ունեմ։ Պետք է սեփական արժանինքների վրա աշխատել եւ չմտածել ինչ-որ մեկին հաճոյանալ։ Դուք ինքներդ կերտեք ձեզ առանց մտածելու որևէ մեկի գնահատականը ստանալու, որտեղ ի վերջո ձեր մասին խոսելու են ձեր գործերը։ Իսկ որպես քաղաքական գործիչ, ինչ գործեր ունեք արած երիտասարդների համար, որպեսզի լինեք երիտասարդների սրտի շնորհապետը։ Որպես քաղաքական գործիչ իմ ընթացքը շատ երկար չի, ես մուտք եմ գործել քաղաքականություն 2024 թվականին, իսկ մեր քաղաքական ուժը Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը 1 տարի փոքր ինչ ավելի կյանք ունի դեռ, այսինքն 25 թվականի ապրիլից ենք մենք գրանցվել։ Երիտասարդների համար բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում նաև այցելություններ, մեր պատմամշակութային հուշարձաններ եւ այլն։ Ամեն անգամ, երբ որ մենք ինչ-որ միտեղ ճանաչողական այցով գնում ենք, միշտ գնում ենք ինչ-որ հուշարձան եւ այն երիտասարդները, որոնք որ մեզ հետ գալիս են, հաղորդակցվում են սեփական ինքնությանը, սեփական պատմությանը։ Առաջ Աստված, եթե ամեն ինչ այս տեմպերով զարգացումը ընթանա, մոտ ժամանակներում կտեսնեք բազմաթիվ պրոյեկտներ, որտեղ ներգրաված են երիտասարդները եւ իրենք են այդ պրոյեկտների նախաձեռնողներն, իրականացնողները լինելու։ Կուսակցությունը շատ ունի երիտասարդներ։ Բավականաչափ, ես կարծում եմ, բայց մեր թվականակը այդքան մեծ չի առայժմ, որովհետեւ դա միտումնավոր է արված, որ կարողանանք այդ մաղի միջոցով ընտրել այն անհատներին, որոնք մեր սկզբունքներին համահունչ են։ Մենք մի քանի սկզբունք ենք հայտարարել, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը որակական փոփոխություններ դեպի վատը չգնա։ Ինչ պիտի անի երիտասարդը, որ արժանի դառնա ձեր կուսակցությանը։ Երիտասարդը ընդհանրապես ցանկություն պետք է հայտնի, որովհետև ինքը իր տարիքի բերումով արդեն իսկ համապատասխանում է այդ սկզբունքներին, ոչ նախկին իշխանությունների մասեղած պետք է լինի, ոչ ներկա իշխանությունների, ոչ էլ Չերը հասցնի լինել։ Չեն էլ հասցնի տարիքի բերումով։ Ցանկություն պետք է հայտնի եւ անընդհատ աշխատի ինքն իր վրա։ Կուսակցությունը ունի մի առաքելություն, որ խոստում են վավերացնում, խոստումի տեքստը եթե դուք ընթերցեք, 90%-ը դուք խոստանում եք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, ձեր հայրենիքին, կուսակցության մասին մի նախադասություն կա։ Այսինքն, եթե դուք լինեք Հայաստանի Շնորհապետական կուսակցության անդամ եւ կատարելագործվեք որպես մարդ, որպես մասնագետ, դուք ինքնաիրացված շնորհապետական կլինեք։ Շատ դժվար բառեր հնչեցին նոր ու շատ խառը, իսկ եթե այս ամեն ինչը բացատրենք 20 տարեկան երիտասարդի լեզվով, ինչ է ասում ձեր կուսակցությունը, բայց առանց հունարեն ու խիստ գրական բառերի։ Սովորել, ստանալ մասնագիտացում, անընդհատ կարդալ, անընդհատ կատարելագործվել, հայկական մշակույթի եւ արժեհամակարգի շրջանում մեծանալ լավ մարդ։ Այսինքն ազգայինը պետքա չկորցնես, մնաս հայ։ Ընդհանրապես քաղաքական ուղերձ չկար ձեր խոսքի մեջ։ Որտեւ ապաքաղաքական հաղորդում է։ Իսկ որպես կուսակցության ղեկավար, կուսակցության ղեկավար կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ձեր ուսերին է ընկնելու եւ դուք պատասխանատուն եք այն որակի պետության համար, որը որ ապագայում ակնկալում եք, որտեղ երիտասարդները որակական ավելի բարձր մակարդակում պետք է լինեն, հետեւաբար նրանց ակնկալիքները ավելի բարձր են, ավելի լավ հայրենիք են ուզենալու, ավելի ուժեղ պետականություն, դրա համար պետք է լինեն խիստ մասնագետ եւ նախաձեռնող, չսահմանափակվող։ Գիտեք, մի կեղծիք կա տարածված, ասում են ամեն ինչ ունի իր լիմիտները, սահմանները։
հնարավորությունների սահմաններ, ռեկորդի սահման, դա կեղծիք է։ Ամեն անգամ ռեկորդը կարելի է խփել։ Ամեն անգամ մարդ ինքն իրեն կարող է գերազանցել, ամեն անգամ նոր բան կարող ես հայտնաբերել։ Ընդ որում մի հետաքրքիր բան էլ կա, օրինակ էլ կա, որ մաթեմատիկայի կուրսերից մեկում մի ուսանող ուշացումով էր մտել դասընթացի ներկա գտնվեր, գիտեք այդ մասին, այդ պատմության մասին։ Եվ այնտեղ հասել էր մի պահ, երբ որ դասախոսը բացատրեց մաթեմատիկական թեորեմը ու հանձնարարեց ուսանողներին, ասել գնացեք, եթե կարող եք լուծումը գտեք։ Այդ անձնավորությունը ուշացել էր այն սկզբի մասը, որտեղ դասախոսն ասում է, ես 30 տարիա մարդիկ չարչարվում են այս բանաձևը լուծեն ու չեն կարողանում, ու սա բան է, պարադոքս է, չի լուծվում, լուծման ենթակա չէ։ Այդ մասը բաց էր թողել, չէր լսել։ Հաջորդ դասին եկել էր լուծումը արդեն պատրաստի սեղանին դրել էր։ Եթե չընտրվեք, life coaching-ով կզբաղվեք։ Այո, ոչ միայն life coaching-ով, այլ նաև իմ մասնագիտական Կարող եք օգտագործել մեր հարթակը երիտասարդներին գովազդանել Գուրգեն Սիմոնյան life coach, շատ հավես Գուրգեն Սիմոնյան life coach, ձեր կյանքը ապրեք անհնարինի բացառմամբ, այսինքն ամեն ինչ հնարավոր է, որդեգրեք ուղղություն, ամեն առավոտ խանդավառված արթնացեք, ինչ-որ մի լավ բանով, լավ ուղղությունով զբաղվեք, կատարելագործվեք եւ ամեն ինչ հնարավոր կդառնա քայլ առ քայլ։ Չար լեզուները ասում են, որ դուք ունեք մի քանի համակարգիչ ու մի քանի ակաունտներ, որոնցով լայք ու կոմենտ եք լցնում, նաև դիտումներ։ Երիտասարդները պահանջում են տրեյնինգներ Գուրգեն Սիմոնյանի կողմից, թե ինչպես լցնել հետևորդներ, լայքեր եւ մեկնաբանություններ։ Հիմա չար լեզուները պետք է ասեն գիշերը ես ոնց եմ արթուն մնում եւ առասարակ ոչինչ չեմ անում, ինչպես եմ դա անում։ Հետևաբար դա այդպես է, այդքան էլ այդպես չէ։ Ես ունեմ ընդամենը մեկ օֆիցիալ Facebook-յան page, Instagram ունեմ, TikTok էլ ունեմ, պարտադրմամբ ինձ ասեցին, որ մեր թիմը պարտադրում է որոշ բաներ, որ պետքա արդեն դու ժամանակին համընթաց քայլես։ Ընդ որում ասեմ, ցավոք սրտի իմ օֆիցիալ Facebook-ի նամակագրությունը չեմ կարողանում տևական ժամանակաբացել պատասխանել, ես խոստանում եմ ամռանը անպայման անդրադառնամ, այնպես որ առիթից օգտվելով, եթե մի մարդ կա, որ 6 ամիս առաջ ինձ գրել էր, բայց դրանից հետո ինձ փողոցում տեսել, հարցը հնչեցրել է, պատասխանել եմ, կարող է կրկնակի պատասխանեմ նամակով, չնեղանաք, չզարմանաք, որտեղ չեմ հիշում, հազարավոր նամակներ կան, էլուր մնաց տասնյակ ակաունտներ, տասնյակ չգիտեմ ինչեր։ Դա ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի։ Քանի խոսեցինք հազարավոր նամակներին, նորալիքի հետևորդներին հիշեցնեմ, որ կարող եք մեկնաբանություններ գրել ու ձեր մեկնաբանությունը որպես հարց կարող է հնչել հաջորդ հյուրին։ Դուք բոլորին բացառում եք, իսկ եթե հանկարծ պարզվի, որ բոլորն է ձեզ են բացառում։ Չի պարզվի, արդեն այդպես է։ Եվ հետո ես ոչ թե բոլորին եմ բացառում, այլ ներքաղաքական դաշտում կենտրոնացած բոլոր ուժերին։ Իսկ Spider-Man-ի հետ ինչու չեք միանում։ Որտեվ փոր ա գցել։ Եթե այն ամրակազմ Body shamer եք։ Ուղղակի հավաստի չի, որ հենց նույն Spider-Man-ն է։ Կրկնօրինակ է, իսկ ամեն ինչի կրկնօրինակը այդքան չի նայվում։ Marvel-ի հերոսների դեմ ոչինչ չունեմ, բայց եթե դրանք էկրանների հակառակ կողմում են, իսկ իրական կյանքում պետք է առանց այդպես ճոխ հակու կապի հերոսներ լինեն, այլ սովորական մարդիկ են հերոսները։ Բա ինչի՞ չեք միանում։ Ում։ Spider-Man-ին։ Spider-Man-ին միանամ ինչ անեմ։ Դուք եք բոլորին բացառում, իրանք էլ բոլորին են բացառում։ Չէ, մենք երբ որ կայինք, իրենք նոր են եկել, որպես քաղաքական միավոր, եւ հետո իրենք բացառում են իրանք իրանց էլ, մենք մեզ չենք բացառում։ Իսկ եթե դու ինքդ քեզ բացառում ես, նշանակում է դու ասելիք չունես։ Եթե դու ասելիք չունես, վտանգավոր է քեզ իշխանության պոշտելը։ Իմ տարիքի երիտասարդը կարող է շնորհապետ լինել։ Իհարկե, 18 տարին լրացած է, չէ՞։ Հա։ Այո։ Այո։ Բայց տարիքային ինչով էր պայմանավորված։ 18 տարի ցածր երիտասարդներին թույլ չի տրվում օրենքով քաղաքական գործընթացներում մուտք գործել զբաղվել, չնայած մենք ունենք երեխաներ, որ իրանց ծնողների հետ ուղղակի ուզում են գան մեր միջավայրում լինեն, պտտվում են, ման են գալիս, բան են անում, անցյալ օրներ եկել են, խնդրել էին դրոշ էին տանում, չնայած մեր վրա դա ուզում էին գրեին որպես թերություն, բայց մենք չենք տվել, երեխային ձեռից դրոշը վերցնում էր, լաց էր լինում։ Նորից էլի դրոշը տալիս ենք, հանգստանում էր։ Հիմա բայց իրանք բան չեն, կուսակցական չեն որպես, երեխաներ են, որոնց մեր միջավայրը ձգում է, իսկ 18 տարին լրացած ցանկացած իրավազոր քաղաքացի, ով իր արարքների համար պատասխան է տալիս չափահասության
տարիքը հատել է, կարող է դառնալ կուսակցության անդամ, անխոչնդոտ ընդ որում։ Իսկ ձեր կուսակցության շտաբում լատիներեն են խոսում, թե հին հունարեն։ Հին հայերեն։ Հին հայերեն, գրաբարով։ Այո։ Դուք զբաղվել եք մարտական արվեստներով եւ հասել եք կանաչ գոտու։ Այո։ Իսկ ինչ գոտի է ձեր քաղաքական գոտին։ 4-րդ դան սև գոտի ես կարծում եմ, որովհետև մենք բավականին հզոր ենք քաղաքական դաշտում, ընդ որում մարզական կարիերայում էլ ես սև գոտի կարող էի ստանալ։ Այն ժամանակ հարցը բարձրացվեց 90-ականներն էր, այն վատ տարիներն էր։ Գնալ աշխարհի առաջնություն, մասնակցել այդ աշխարհի առաջնությանը։ Իմ մարզիչը, որը հիմա մեր կուսակցության համախոհ ընկերն է, առաջարկեց, ասեց, արի գոտին մի բարձրացրու, որտեվ եթե սև ստանաս գնաս աշխարհի առաջնությունների, շատ փորձառու վարպետների հետ կմենամարտես, առաջի անգամ չարժի։ Այդպես, հետո չստացվեց գնալ աշխարհի առաջնություններին մասնակցել, ոչ սև գոտին ստացա, ոչ էլ շնորհապետ չէիք աշխարհին առաջնությանը մասնակցելու համար։ Այո, այն ժամանակ հələ այդքան կատարելագործված մտածելակերպ չունեի։ Իսկ կվերադառնաք սպորտ, եթե չընտրվեք։ Անշուշտ, եթե ընտրվեմ էլ, ուղղակի մի քիչ նախընտրական process-ները քանի որ քաոտիկ են, դու չես հասցնում քո ռեժիմին, քո քնելու ռեժիմին, քո սնվելու ռեժիմին վերահսկել, վերահսկողություն սահմանել, առավել եւս որ նոր ուժ ես, խառնի ճաղանջ գործերի մեջ ես անընդհատ, չգիտեմ, ստեղ ես գնում, ընդեղ ես գնում, այնտեղ հարցազրույց 1000 հոգու մարդ ես տեսնում եւ այլն։ Դժվար է ռեժիմին հետևելը, բայց երբ որ ընտրվես, ենթադրենք անցնես խորհրդարան կամ գուցե եւ ոնց ժողովուրդը կկամենա մնաս արտախորհրդանական քաղաքական ուժ, անպայման պետք է ֆիզիկական առողջությանը վերահսկես։ Իհարկե արևելյան մարտարվեստների չեմ գնա, բայց ինչ որ արևմտյան ֆիթնես ակումբ կգրանցվեմ անպայման։ Արևելյան չեք ուզում, արևմտյան կգնաք։ Արևմտյան գուցե, այո։ Դեպի արևմուտք։ Այո։ Դուք հակակրեմլական եք, բայց դասավանդել եք ռուսական համալսարաններում։ Քողարկման դասեր Գուրգեն Սիմոնյանից։ Ինչպես նման ձև վարպետորեն թաքնվել թշնամու թիկունքում։ Իրականում ես ոչ ինստիտուտի ղեկավարից, ոչ ամբիոնի վարիչից, որոնք որ շատ պարկեշտ, շատ հայրենասեր անհատներ են, որևէ խմբագրումների առաջարկ չեմ ստացել, ել չասենք պարտադրանք չի եղել։ Առհասարակ բանից տեղյակ անհատները գիտեն, որ ակադեմիական շրջանակում ակադեմիական ազատությունը ողջունվում է։ Եվ իմ տեսակին էլ ծանոթ մարդիկ գիտեն, այն միջավայրում, որտեղ իմ ինքնաարտահայտումը կաշկանդվում է, ես այնտեղ չեմ մնում։ Այսինքն ռուսական միջավայրում դուք ազատ եք։ Ռուսական չէր, հայկական միջավայր էր։ Դա ռուսական համալսարանում։ Բայց հայկական միջավայր, հայկական պրոֆեսորներ, հայ ուսանողներ եւ այն Հայաստանի Հանրապետությունում հայկական բուհ, որը որ ռուսական նաև ուղղվածություն ունի։ Ոչ մինտեղ որևէ դրամ էինք ստանում ընդ որում աշխատավարձ, հայկական փաստաթղթեր էինք ներկայացնում աշխատանքի։ Ես այնտեղ ժամավճարով դասախոս եմ որպես եղել, դրույգ չեմ ունեցել, հրավիրովի, կոպիտ ասած։ Դա նշանակում է, որ դու ներքին խոհանոցի մեջ էլ չես։ Դու դրսից գալիս ես դասախոսությունդ կարդում ես, գնում ես էլի դուրս։ Եվ այդ ակադեմիական իմ ազատությունը որևէ մեկը այնտեղ հիմնական աշխատողներից չի կաշկանդել, ի փառք ու պատիվ իրենց, բայց ի թիվս դրան ես ոչ միայն ռուսական ուղղվածության համալսարանում եմ դասավանդել, ես եվրոպական ուղղվածության համալսարանի հետ եմ կապ ունեցել, ես Հայաստանի Հանրապետությունում բալանսավորված քաղաքականության կողմ եք, հա։ Կրթության ոլորտում այո, բայց քաղաքականության առումով ոչ։ Իսկ ինչի Ռուսաստանը ինչ վատ բան է արել մեզ։ Ռուսաստանը լինելով այն ժամանակ մեր ռազմավարական դաշնակիցը չկատարեց իր ռազմավարական պարտավորությունները։ Եվ դրանով իսկ հանդիսացավ աղետների աղբյուր մեզ համար։ Մենք դա պետքա ֆիքսենք։ Առավել եւս այն մարդիկ, ովքեր որ ռազմի դաշտում են եղել, ակնկալիքներ ունեցել են։ Ու երբ որ տենում էին, որ մի քիչ լրջացնեմ այս իրավիճակը, էլի որ քո կողքի ընկերը ուղղակի անշրջացած ընկնում է ներքև, բոլոր նրանք, ովքեր որ պարտավորություններ ունեին ու դա չեն իրականացրել, արդեն ակամայից դառնում են թշնամի քեզ համար։ Այսինքն հիմա Ռուսաստանը թշնամի է, որովհետև դավաճանել է, հա, Անշուշտ, ոչ միայն դավաճանել է, այլ նաև չկատարելով իր ռազմաքաղաքական դաշինքը, պարտավորությունները, մեր թշնամու կողքը կանգնեց եւ թշնամու առավելապաշտական մոտեցումները սպասարկեց։
ընդհանուր միջև հարված հասցնելով մեր պետականության հիմքերին։ Ճարները ճար լիներ, Հայաստանի Հանրապետությունը կզավթեին, կսարքեին գուբերնիա։ Վախենալու է։ Այո։ Այս լուրջ մասը անցնենք, հա։ Դուք ասում եք, որ քաղաքականության մեջ պետք է լինեք մաքուր։ Այո։ Ինչպես լինել մաքուր կեղտոտ դաշտում։ Դաշտերը կեղտոտում են մարդիկ։ Քաղաքականությունը դասականորեն ոչ թե կեղտոտ տիրույթ է, այլ մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու արվեստն է։ Անենց սիրուն նկարագրեցիք քաղաքականությունը, ոնց որ թատրոն գնացած լինեի։ Այո, որտեվ քաղաքականությունը նաև թատրոն է։ Քաղաքականությունը նաև խաղի բազմաթիվ մոդելներ են։ Քաղաքականությունը ամենուրեք է։ Եվ քաղաքականություն բառը քաղաք բառից է։ Պոլիտիկան պոլիս բառից է, քաղաք։ Այն ժամանակ, երբ որ քաղաքապետություններ էին եւ դեմոկրատիա էր հին հունական ժամանակներում, դեռևս մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում, 6-րդ դարում մարդիկ մտածում էին, թե հանրույթը ինչ մեթոդներով պետք է ինքնակազմակերպվի, որ բոլորի շահերը ապահովվեն, բոլորը ապրեն երջանիկ, չաղ ու բախտավոր։ Չաղ ու բախտավոր։ Չաղ ու բախտավորը էլի body shaming։ Չակերտների մեջ, բախտավորը իրական, չաղը չակերտների մեջ։ Հա։ Մարդիկ փող են տալիս գնում են բարձրագույն սովորելու, իսկ այստեղ անվճար դասախոսություններ են Գուրգեն Սիմոնյանի կողմից։ Instagram-ում քանի հետևորդ պետք է ունենա քաղաքական գործիչը, որ արժանի լինի իշխանության։ Եթե իմ նման Instagram հետևող քաղաքական գործիչ է, շատ քիչ կարա ունենա։ Քիչ ինչքան, մի 4%։ Կարծեմ իմ մոտ 3000 է, թե ինչ է, շատ քիչ է։ Շեմը չեք հաղթե։ Չէ։ Բայց Facebook-ում նորմալ է, ես առհասարակ սոցիալական ցանցերում այդքան ակտիվ չեմ։ Զուտ իմ գործունեությունը ստիպեց, ես ակտիվություն դրսևորեմ սոցիալական մեդիայում եւ հիմա օրինակ իմ Facebook-յան էջը, եթե չեմ սխալվում, 2 տարվա էջ է։ Օֆիցիալ էջ։ Դրանից առաջ չեք ունեցել։ Ունեցել եմ, բայց փակել եմ, անընդհատ հարձակումների էր ենթարկվում։ Մի անգամ Մոնթեի ծննդյան օրը ես շնորհավորեցի, Facebook-ը ընկավ հետևիցս, այդ էջը սկսեց արդեն կոպիտ ասած հետապնդումների ենթարկվել թե Facebook-ի կողմից, թեպետ եւ շատ այտենց մեծ քանակություն չկար այնտեղ, եւ ես ստիպված եղա նոր էջ բացեմ ավելի վերապրոֆիլավորված, ավելի պրոֆեսիոնալ մոտեցումով։ Որը կլինի ձեր առաջին գործողությունը ընտրվելուց հետո։ Առաջին հերթին կառավարության կառուցվածքը պետք է փոխենք։ Երկրորդ հերթին այդ փոփոխված կառուցվածքին համապատասխան արժանիներին պետք է նշանակենք Բարսասյան պաշտոնյա որպես պատասխանատու անձիկ։ Երրորդ քայլով ազգային ժողովում մենք ժամանակավոր հանձնաժողով ենք ձևավորելու այլընտրանքային արդարադատության, որը ըստ էության այդ լյուստրացիա կոչեցյալն է։ Այնտեղ ներգրավվելու են Հայաստանի Հանրապետությունում ներկա եւ արտերկրի անկողմնակալ իրավաբան մասնագետներ, այդ թվում ինչի՞ չէ, նաեւ արտասահմանցի իրավաբան մասնագետներ։ Եվ մենք кейսերով պետք է ամբողջ փաստաթղթերը բոլոր ոլորտների տանենք այդ մարդկանց տանք, իրենք ուսումնասիրեն, որտեղ է պետությանը ինչ մասշտաբի վնաս հասցվել։ Միջև դու չես առերեսվում վնասատուներին եւ նրանց արածի մասշտաբներին, արդարությունը չի վերականգնվում։ Շատ դժվար եղավ, մենք գիտենք ուղղակի փարթի եք կազմակերպելու։ Փարթին հետո, երբ որ կկարողանանք այդ ամեն ինչը իմի բերել, ես առհասարակ ասում եմ, մարդը եթե հաղթի եւ ինքը եթե ազգային ուժ լինի, պետք է ուրախանա, որ իր պլանները իրագործելու շանս է ձեռք բերում, բայց խնջույքի ու ցնծության առիթ չի դա։ Դա լացելու առիթ է, երկիրը գիտեք ինչ վիճակի մեջ է, ու այդ ամեն ինչը ընկնում է քո ուսերին։ Այդքան կպած ուզում եք լաց լինեք։ Դե ուզած թե չուզած, այնտեղ ավերակ է։ Միջև դու կսկսես արդեն ոտքի կանգնել, մեջքը շտկել, ուրախանալ, ցնծալ, եթե տեսնես որ քայլ առ քայլ քո պլանները, որ դու քո առաջ դրել ես ու մարդկանց խոստացել ես, կյանքի է կոչվում։ Մենք էլ ենք այտենց, չէ՞, անգամ մի թեթև բան, ռեֆերատ ես գրում, վերջակետը դնում ես, ավարտեցիր, ուրախանում ես, արդեն կարաս գնաս ման գաս քո համար հաճույքներից օգտվես եւ այլն եւ այլն։ Ինչ որ մի բան հասցնում ես վերջակետին, ուրախանում ես։ Բայց երբ որ հնարավորությունը ստանում ես ռեֆերատ գրելու, վերնագիրն ամենակ, ուրախանում ես որ հնարավորություն ստացել ես, բայց չես ցնծում, որտեղ 60-ը պետք է գրես։
Շատ հետաքրքիր էր ձեր նման կերպարը ինչպես է ամենաուժեղ, ամենաթույն ձևով ուրախանում, այդ որն է ձեր կյանքի ամենահավես փարթին։ Շատ եմ ունեցել այտենց ուրախություններ եւ վերջի զանգի ժամանակ ուրախանում ենք Վերջի զանգ ձեր։ Այո։ Այդքան վաղ դրանից հետո չեք Այո, ունեցել։ շատ եմ ունեցել, շատ։ Բանակի քեֆեր են եղել, բանակից են վերադարձել ծնունդներին, քեֆերին, հարսանիքներին, բայց մի բան ասեմ, ես երբևիցե իմ տրամադրությունը եւ ուրախանալու ցանկությունը ոգելից ինչ որ բաների հետ չեմ կապում, խմիչքի հետ։ Խմելը վնասակար է առողջությանը։ Այո։ Չափավորը ոչ, բայց եթե չափն անցնում են, շատ վնասակար է։ Իսկ չափավորն ինչ կան մի հատ Ամեն գրեմ, մարդու չափը իր համար է, ինքը պետք է որոշի։ Ամեն մարդու չափը տարբեր է լինում։ Բայց մի հատ կնկարագրեք, ասենք դուք ակադեմիկոս մարդ եք, քաղաքական գործիչ, որն է եղել ձեր ամենահավես տժժիկ փարթին։ Ակադեմիկոս չեմ, գիտության մարդ եմ, քաղաքական գիտությունների տեխնացու, դեռևս չեմ անգամ հանդգնում ինքս ինձ դոկտոր ասեմ, թեպետ եւ քաղաքական գիտությունների Բժշկական եք ավարտել։ Չէ, գիտական աստիճանների ու կոչումների մասին է խոսքը։ Բայց ասենք բավականաչափ լավ, ասենք խնջույքներ անում ենք, ուրախանում ենք, ապարում ենք, իհարկե շատ նենց լիաթոք չես կարող անում արդեն, որտեղ երբ որ դու խոշորացույցի տակ ես հայտնվում, արդեն պետք է մոդելին համապատասխանես։ Եվ այդպես նորմալ մարդու նման, տենց չի որ տարբերվում եմ սովորական միջին վիճակագրական հայ մարդուց, հայ տղամարդուց, սովորական։ Կարատեում կիայը օգնում է կենտրոնանալ։ Կիայը այն ճիճն է։ Այո։ Հարցակվելուց առաջ։ Ձեր քաղաքական կիայը ո՞րն է։ Էլի համանման։ Օրինակ այդ կիայի որ ասում եք, այդ կիմե կոչեցյալը, դա ներքին էներգիայի դուրսբերումն է։ Այդպես հունիսի 7-ին գոռալու եք։ Այո։ Ընտրատեղամասում։ Հիմա դե օս ենք ասել, մտել ենք դաշտ, վերջում եթե հաղթենք կամ հարվածը հասցնենք, այդպես է լինելու։ Չնայած քաղաքականության մեջ ինչքան էմոցիաները զսպես, այդքան ավելի քո քաղաքական կայունության մասին ես վկայում։ Գիտեք ինչ, ուժը պետքա առերևույթ չլինի։ Այն մարդիկ, ովքեր հիստերիայի մեջ են ընկնում, իրանց պատռում են, ասենց, չգիտեմ, դիմացին ուզում են կտոր անեն, ծվեն անեն, որպես կանոն հոգեբանական թույլ մարդիկ են։ Լիակատար ուժեղ մարդը իրավիճակի նկատմամբ վերահսկողություն է սահմանում, խաղաղ օվկիանոսի նման։ Հանգիստ քո համար։ Ես առհասարակ մի քիչ տաքարուն անձնավորություն եմ եւ էմոցիոնալ։ Իմ հանգստությունը ձեռքբերովի է։ Ես շատ եմ աշխատել դրա վրա, որ կարողանամ իրավիճակներին, երևույթներին հանգստությամբ պատասխանել, որտեղ դա է իրական ուժի արտահայտությունը։ Նշանակում է դու ինչքան ես վստահ, ինչքան ես կայուն քո գիտելիքների վրա, քո հմտությունների վրա։ Անկամ արևելյան մարտարվեստներում մի կանոն կա. հաղթիր թշնամուդ միջև մենամարտը։ Հաջորդը հենց այդ հարցն էր։ Խնդրեմ։ Կարամ ցույց տամ։ Դուք ասում եք հաղթիր թշնամուն մինչև մենամարտը։ Այո։ Սուն Ցզից բացի էլ ինչ մեծ ուսուցիչներ եք ունեցել։ Լաո Ցզի, Սուն Ցզի, ոչ միայն չինական ուղղվածության, Բուսիդո, ընդ որում Բուսիդոյի վրա Գարեգին Նժդեհն էլ է հիմնվել։ Բուսիդոն սամուրայների վարքականոնն է եւ այդ ուսմունքների հիմնական արժե համակարգը գիտեք որն է։ Մարդուն սովորացնում է ծառայել։ Ասում է՝ «Պիտի ծառայես»։ Քո արժե համակարգը եւ քո արժեքը ծառայության մեջ է երևում։ Կոնֆուցիոսն է ձեզ դուր կգար։ Այո, Ինքն էլ է դրա։ գիտեմ։ Անվճար լեկցիա է, լուրջ եմ ասում։ Շատ բախտավոր ենք։ Դուք կարծում եք, որ մկանային կառուցվածքի վերլուծությունը նույնն է, ինչ քաղաքական process-ներին է։ Իսկ մեր քաղաքական դաշտը մկանային կառուցվածք ունի։ Ճարպակալած, Էլի body shaming։ Անառողջ, ցանկացած հիվանդություններ ունեցող իրավիճակ է ներքաղաքական դաշտում։ Պետք է առողջացնել։ Ես կարծում եմ, որ հին քաղաքական դաշտը կենսունակ չի, պիտի փոխարինվի նոր մարդկանցով, նոր խոսույթով, նոր դերակատարներով եւ այլն։ Դուք ասում եք, որ ֆինանսական կապիտալը, ֆինանսների սղությունը ձեզ չի կաշկանդում, կարող ենք ենթադրել, որ կապիտալ տիեզերքից եք ստանում։ Առհասարակ բոլորը, ինչ ունեն, չունեն, տիեզերքով է պայմանավորված։ Այսպես ասենք, որտեվ մոլորակն էլ ինքը տիեզերքի ծնունդ է։ Ես աղեղնավոր եմ, ըստ ձեզ այսօր ես հաջողված օր կունենամ։ Գիտեք, մենակ աստղաբանությունը չի
տիեզերքի հետ կապված, այլ նաև կյանքի իմաստն է եւ կյանքն է տիեզերքով պայմանավորված։ Նույն մոլորակը տիեզերքի ծնունդն է։ Եթե այդ փիլիսոփական հենքով նայենք, այո, ամեն ինչ տիեզերքից է գալիս։ Իսկ եթե վերադառնանք առարկայական նյութական կյանք, ցանկացած գործ, եթե դու իրոք նվիրալի նման կմտնես եւ քո ուղղությունը որթեգրած կգնաս, իր հետևից հնարավորությունները բերելու է։ Որտեվ կլինեն մարդիկ, որ կհավատան, կլինեն հրեշտակ ինվեստորներ, կլինեն գործընկերներ, որոնք որ կգան ուղակի մասը դառնալու կարգավիճակով, բայց նյութականը միշտ գալիս է այնտեղ, որտեղ կա նվիրում։ Նյութականը չի կուտակվում այնտեղ, որտեղ որ իմաստը նյութականն է։ Կոպիտ ասած, եթե քո հիմնական նպատակը փողն է, փողը դժվար է գալիս, բայց եթե քո հիմնական նպատակը ինչ որ մի գործ է, աշխատանք է, փողը որպես միջոց գալիս է։ Որպես կուսակցության ֆինանսավորման լավ մեթոդ կարելի է life coaching-ը դիտարկել։ Իհարկե։ Եվ ես իմ կյանքի փորձից եմ ասում, Գուրգեն Սիմոնյան ԱԾ life coaching։ Life coaching-ից ասեմ, ցանկացած բան, երբ որ ես նվիրումով արել եմ, միշտ հնարավորությունները բացազատվել եմ։ Դի սիրեք ինչ որ մի բան, ձեր համար բացատրությունը պետք է գտնես, ինչ ես դու այդտեղ մտել։ Եթե քո նպատակը աթոռն է, սխալ ես արել, որ մտել ես։ Բայց եթե քո նպատակը փոփոխություն բերելն է, աթոռը որպես միջոց գալու է։ Դա էլ է միջոց, ոնց որ փողը։ Փողը եւ աթոռը միջոցներ են։ Իսկ ինչ կասեք այն ուսանողին, ով կասի, որ պարոն Սիմոնյան, ինձ շնորհապետություն պետք չէ, ինձ պետք է, ասենք, անվճար կրթություն կամ եւ այլն։ Շնորհապետությունը ինչի հակասում իր ցանկությանը։ Ինքը էլի ուզում է շնորհապետություն, բայց ուրիշ ձևով։ Հիմա Հայաստանի շնորհապետական կուսակցությունը կրթական դաշտի բարեփոխումների համաձայն ասում է, որ հանրակրթությունը պետք է լինի անվճար եւ բարձր մակարդակի բոլոր աշակերտների համար, երեխաների համար, բայց մասնագիտական կրթությունը պետք է լինի վճարովի։ Եվ ինչքան օրինակ տեսեք, ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի, դուք ասում եք, որ մասնագիտական կրթությունը պետք է լինի վճարովի։ Այո։ Բայց ոչ բոլոր ունեն այդ ֆինանսական հնարավորությունները։ Տաղանդավոր երեխաները, որոնք որ հանրակրթությունը բարձր արդյունավետություն մոգերով հասել են ավարտական դասարան, անվճար ընդունվելու հնարավորություն են ունենալու 1 տարի շանսով։ 1 տարի սովորեց, եթե մակարդակը բարձր է պահում, շարունակում է սովորել կրկին 1 տարի։ Եթե մակարդակը իջեցնում է, զուտ ընդունվելու համար էր դպրոցում վազում, որ բուհում ոնց պատահի։ Փոխվում է վճարովի։ Չի կարողանում վարձը տա, դուրս է մնում համալսարանից, գնում է միջին մասնագիտացում ստանալու։ Այդ դեպքում մենք կստանանք ոչ թե բուհը մի կերպ ծերծերին հասցրած ավարտած ինչ որ բարձրագույն դիպլոմ ունեցող ամբիցիոզ, բայց ոչ մասնագետ մարդիկ, այլ կստանանք փոքրաթիվ մասնագիտացում ունեցող իրոք պրոֆեսիոնալներ եւ մեծականակ միջին մասնագիտացում ունեցող անհատներ, որոնք որ միջին մասնագիտացման գործ անելուց չեն նեղվի։ Օրինակ խոհարար, մատուցող, վարորդ, միջին մասնագիտացած որևէ գործ անելուց։ Հիմա բարձրագույն դիպլոմները ձեռքները նստած այդ գործը անում են ու աշխարհից վիրավորվել են, որտեվ իրենք բարձրագույն ունեն, բայց անում են միջին մասնագիտականի աշխատանք։ Հետևաբար Հայաստանի շնորհապետական կուսակցությունն ասում է, որ եթե երեխան անվճար կրթություն ստանալու պարագայում դպրոցում բարձր առաջադիմություն ապահովելով ավարտում է դպրոցը, անվճար ընդունվում է իր ցանկացած մասնագիտական բուհ, 1 տարի շանսով, եթե բարձր մակարդակը պահում է, շարունակում է սովորել, եթե ոչ, գնում է միջին մասնագիտական։ Նրանք, ովքեր որ դպրոցում լավ չեն սովորել, քննություն են տալիս բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար։ Եթե բալերը ներում է, գնում են սովորելու վճարովի կամ անվճար էլի մի տարվա կտրվածքով։ Եթե չի ներում բալերը, գնում են միջին մասնագիտական ուսումնարաններ 3 տարով։ Եվ մենք այնպեսի մի համակարգ ենք ստեղծելու, որ 25 տարեկանում արդեն մարդը որպես մասնագետ կայացած լինի, որովհետև քանի որ դուք չունեք նավթ եւ գազ, ձեր հիմնական կապիտալը պետքա լինի մարդը իր հնարավորություններով, իր ինտելեկտուալ պոտենցիալով։ Այդ դեպքում համակարգը պետք է այնպես աշխատի, որ կայացման տարիքը շեմը իջեցնես։ Հիմա 30-35 տարեկանում նոր իրանց ավելի բան են, ազատ են զգում, մի կերպ կայացած, մի բան հետ գցած, որ կարողանան ընտանիք ստեղծեն եւ այլն եւ այլն։ Դի շեմը իջեցնես 25 տարեկանի, որտեւ այդ ժամանակ երբ որ ինքը կայացավ, էներգիան էլ է տեղը։
ուժնել է տեղը, կսկսի արդեն բարիքներ ստեղծել պետության համար, պետության տեսակարար կշիռը կսկսի մեծանալ։ Ձեր հարցազրույցներում համեստությունը պահելով ասում եք, որ դուք փակում եք մի դաշտ, որը այսքան ժամանակ դատարկ է եղել։ Որն է այդ դաշտը։ Ես երբևիցե իմ անձի նկատմամբ որևէ գերադրական հատկանիշներ չեմ արտահայտել։ Ես ասել եմ, որ հետևորդների հոծ բազմությունը թերևս պայմանավորվում է նրանով, որ գուցե ես իմ ներկայությամբ փակել եմ մի տիրույթ, որը մինչ այդ բաց էր։ Որտեւ եթե այդ տիրույթ էր բաց էլի, որ փակել եք։ Դա պետք է հարցնել այն մարդկանց, թե ինչի համար են լսում Գուրգեն Սիմոնյանի վերլուծությունները։ Մենք ձեզ հարցնում ենք, թե ինչի համար եք լսում Գուրգեն Սիմոնյանի վերլուծությունները։ Ուտեղ արդեն կհասկանաք, ինչ դաշտ ենք փակում։ Ինչու եք վախենում քաղաքական գործիչ անվանումից, եթե արդեն դրանով զբաղվում եք։ Չեմ վախենում, բայց ինձ կյանքը բերեց դարձրեց քաղաքական գործիչ, օրդինար, նորմալ իրավիճակներում ես քաղաքականություն չէի մտնի։ Եթե ես արձանագրեի, որ պետության հետ ամեն ինչ նորմալ է եւ դաշտում ներկա ուժերը պատասխանում են մինիմալ գոնե ակնկալիքներին, գոնե ազգային են, ես երբևիցե չէի մտնի սատարողի կարգավիճակով հանդես կգայի, որտեղ ես առաջին հերթին գիտության մարդ եմ։ Դուք ասում եք, որ հնարավոր է խորհրդարանից դուրս մնաք, բայց իմաստը որն է այդքան տանջվելու, որ խորհրդարան մտնեք։ Եթե փոքր է հավանականությունը։ Չէ, մեծ է հավանականությունը։ Ես չեմ ասում, որ դա այդպես է լինելու, բայց 3 սցենարին էլ դու պետք է պատրաստ լինես։ Որտեվ եթե հայտարարես, որ դու միայն հաղթանակի համար ես, ապա անկանխատեսելի իրավիճակում քո իմաստը կորում է։ Չես հաղթել հետո։ Իմաստազրկվում է։ Իմաստազրկվում։ Ես խելացի բառեր գիտեմ։ Մենք 3 սցենարին էլ պատրաստ ենք եւ արտախորհրդարանական ուժ լինելու եւ խորհրդարան անցնելուն փոքր կարգավիճակով եւ հաղթելուն, բայց 3 սցենարն էլ հավասարապես հավանական են մեր պարագայում, որտեվ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը ֆենոմենալ ուժ է։ Լինելով 1 տարեկան այսքան ահռելի հանրային վստահության կապիտալ, աներևակայելի է։ Եթե դուք հետահայաց նայեք տեսնեք մյուս քաղաքական ուժերը հաջողության ունեցած քաղաքական ուժերը ինչ պատմություն ունեն հետագից քանի տարիների, կտեսնեք, որ մեկամյա ուժի համար սա աներևակայելի է եւ մեծ շանս կա անգամ հաղթելու։ Էլ ուր մնաց խորհրդարան անցնելու, բայց ինչ տիեզերական ուժեր են կանգնած ձեր հետևում։ Արևը ամեն օր որ դուրս է գալիս, սնում է երկիր մոլորակը, մենք էլ դուրս են գալիս, ուրախանում ենք դրանով։ Եթե այտենց այդ մակարդակով պատասխանենք, բայց առհասարակ մեր գործերի մեջ, քանի որ մենք անկեղծորեն լծված ենք այդ աշխատանքների մեջ, անընդհատ տեսնում ենք, որ հաջողության ենք հասնում, որտեղ մարդիկ համախմբվում են, հավաքվում են, իրենց ներդրումն են ունենում, իրենց ինքնաիրացումն են ունենում եւ դա միայն ուրախացնում է։ Մենք 3 սցենարին էլ պատրաստ ենք, որն էլ կլինի։ Ի վերջո որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Խաղում ենք this or that Գուրգեն Սիմոնյանի հետ։ Սա թե նա։ Իշխանափոխություն թե ընդդիմափոխություն։ Եվ նա, եւ նա։ Մեկը պետք է ընտրեք։ Իշխանափոխություն այդ դեպքում։ Բյուջեի ավելացում թե թոշակների բարձրացում։ Բյուջեի ավելացում։ Լրագրողների անհարմար հարցեր թե կուսակցական հանդիպումներ միայն համախոհների հետ։ Լրագրողների անհարմար հարցեր։ Որտեղից է ձեր ֆինանսավորումը։ Մեր ֆինանսավորումը ժողովրդի քաղաքացիական հանրության գրպանից է։ Իրենց օժանդակությամբ է։ Էդ էր անհարմար հարցը։ Facebook-յան լայքերի ֆաբրիկա թե աշխատանք իրական վարկանիշի համար։ Աշխատանք իրական վարկանիշի համար։ Վարչապետի աթոռ թե շնորհապետական առաքելություն երկիրը փրկելու համար։ Իհարկե շնորհապետական առաքելություն երկիրը փրկելու համար։ Աթոռները իշխանությունը ֆորմալ առումով անգամ փաստացի իշխանություն չլինելով դու կարող ես ունենաս։ Կաշվից աթոռ թե կտորից աթոռ։ Կտորից։ Ջենզի նախարարներ թե հին դպրոցի կադրեր։ Ջեյզի նախարարներ։ Մանավանդ արդարադատության մակարդակում։ Ինչ կնշանակեք։ Եթե կրթություն ունենաք համապատասխան սիրով։ Իսկ եթե ուղղակի շնորհապետ եմ։ Չէ։ Անկեղծ լայվեր թե նախապես գրված ելույթներ։ Անկեղծ զրույց, անգամ նախապես ձայնագրված ելույթները ինձ մոտ էքսպրոմպտ են, երբևիցե խմբագրումներ, բաներ չի եղել եւ այլն։ Անկեղծ զրույց, լայվ կլինի թե հարցազրույց կլինի։ Իսկ մամուլի խոսնակի կձգեմ։ Կարծում եմ այո։
Պաշտոն խոսք տվեցիք հենց նոր ինձ։ Չեմ խոստվել, ասել եմ կձգեք։ Հա։ Ստարտափների ֆինանսավորում թե խոշոր կազմակերպությունների զարգացում։ Ստարտափների ֆինանսավորում, բայց նա էլ է կարևոր։ Նրան ուրիշ մեթոդով ուղղակի պետք է օգնես։ TikTok թե Instagram։ Ոչ ընդեղ եմ ակտիվ, ոչ էլ ընդեղ։ TikTok, երևի Instagram։ Rave թե 90-ականների party։ 90-ականների party։ Rave-ի չեք գնա, Դժվար թե։ բայց եղել եք։ Չէ։ Չեք ուզում։ Չգիտեմ ինչա։ Հա։ Մի օր կգնաք կամ ձեր կուսակցության ջայլներին կասեք։ Իմաստը կբացատրեն, կհետաքրքրվեմ նոր։ Հա։ Տեսեք, մենք գիտենք բառեր, որոնք դուք չգիտեք։ Այո։ Արենայում հյուրընկալել էինք Հայաստանի Շնորհապետական կուսակցության առաջին համար Գուրգեն Սիմոնյանին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շատ մերսի։